Բարև ձեզ ժողովուրդ ջան։ Բարի գալուստ նոր վիդեո։ Այսօր ոչ մի կինոից չենք քննարկելու, ես պարզապես ուզում եմ մի խորհուրդ տամ, որովհետև այս կանալը ու հատկապես իմ բաժինը ոչ միայն ներկայացնելու է վիդեոները, ես ոչ միայն ներկայացնելու եմ, այլ նաև խորհուրդ եմ տալու։ Շատ խորհուրդներ կլինեն։ Չանհանգստանաք։ Ոչ մի ձանձրալի բան չի լինի, բայց խորհուրդները պետք է որ լինեն, որովհետև եթե խորհուրդները չտամ, մարդիկ կարող է չիմանան ու ինձ լավ չհասկանան։ Ուրեմն դուք երևի կմտածեք, որ բոլորը կարող են քրկնօրինակում աշխատել։ Սա ճիշտ չի։ Ոչ բոլորը կարող են, ես մի քանի օրինակ կարող եմ տամ։ Այստեղ Իտալիայում շատ մարդիկ կան, սովորական մարդիկ, ովքեր գնում են ստուդիա, հանդիպում են քրկնօրինակման ռեժիսորի հետ եւ խնդրում են, որ փորձեն, չէ՞, որ տեսնեն ոնց է կամ ինչ է։ Կա մի հատ շատ սխալ միտք նաեւ, որ եթե ինչ որ մեկը ունի շատ սիրուն ձայն, կարող է միանգամից գնա աշխատակի։ Սա ճիշտ չի։ Սա էլ նաև ճիշտ չի, որովհետև այո, մեկը կարող է ունենա շատ սիրուն ձայն, բայց եթե իր ձայնը լավ չի օգտագործում, չի կարողանա երբեք աշխատել։ Լիքը օրինակներ կան, որտեղ դերասանները, դուբլյորները գերտ ձայն ունեն, չէ՞, թաչ, բայց շատ լավ աշխատում են քրկնօրինակումում, մարդիկ շատ լավ հիշում են այս թաչ ձայնը, բայց հաճելի է լսվում, չէ՞, որովհետև դեռ ձայնը այնքան էլ կարևոր չի, հասկանում եք, ոչ միայն ձայնը, սիրուն ձայնը, այո, սիրուն ձայնը օգտագործելու է եւ հաճելի է, բայց ձայնի օգտագործումը ավելի կարևոր է։ Եթե ինչ որ մեկը, որևէ մեկը շատ լավ դերասան է եւ կարող է, չէ, աշխատել ստուդիայում, ինքը նույնիսկ թաչ ձայնով կաշխատի։ Իսկ մարդը սիրուն ձայնով կմնատանը։ Մի հատ համեմատություն կա, Ferrari, չէ՞։ Մեկն տենց մի մեքենա իտալական։ Կարմիր մեքենա Ferrari, չէ՞։ Նույնիսկ եթե այդ Ferrari-ն սիրուն է, չէ, արտակնապես սիրուն է, բայց ներսում, չգիտեմ, ռուսական, սովետական լադայի պես շարժվում է, ավտոն որն է, չէ, այս մեքենան որն է, սիրուն է, բայց լավ չի գնում։ Ունման բան է, եթե ինչ որ լադա, սովետական լադա ունենք, որ գեշ է, չէ, գեշ մեքենա է, բայց շատ արագ է գնում, շարժվում է շատ արագ Ferrari-ի պես։ Բոլորը կսիրեն ոչ թե Ferrari-ին, այլ Lada-ին կսիրեն։ Ու սա շատ լավ եւ շատ ճիշտ համեմատություն է։ Բայց առանց պարապելու, առանց պատրաստվելու, առանց մասնագիտություն ունենալու, առանց գիտելիքները ունենալու, ես չեմ կարծում, որ դա ստացվի։ Որովհետեւ եթե մարդիկ ուզում են աշխատեն քրկնօրինակում լուրջ, շատ լուրջ։ Պարտադիր է, որ դերասաններ լինեն, կամ եթե դերասան չեն, ինչ որ դերասանական հոգի ունենան, գիտեն, իմանան, թե աշխատակը ինչքան դժվար է։ 1. Դերասանություն, 2. արտասանություն, մարդիկ, հայերը դուք, չէ, պետք է որ շատ պարզ արտահայտվեք առանց մարզական ակցենտների, առանց սխալների, որովհետև դերասանները խոսում են, եթե խոսում են արագ կամ դանդաղ, բոլորը հասկանում են, չէ, դերասանները։ Իսկ սովորաբար շատերը կան, ովքեր արագ են խոսում, բայց մարդ դիմացինը չի հասկանում, թե ինչից է խոսում, չէ, որովհետև մարդիկ տարբեր են։ Մեկը խոսում է դանդաղ, մյուսը ավելի արագ։ Եվ կախված է ամեն ինչ մարդուց է ամեն ինչ։ Մենք տարբեր ենք եւ մեկը կարող է շատ բարձ խոսա, մյուսը ընդհանրապես մարդ չիմանա
ինչից է խոսում, չէ։ Եվ սովորական մարդիկ ուզում են օրինակ ուզում են աշխատեն, ասում են ռեժիսորին, ասում են բարև ձեզ, ես ուզում եմ աշխատեմ դուբլյաժում։ Ինչպես անել, որ գնամ աշխատեմ ու երբ սկսեմ։ Չէ։ Դու, որ դու ինձ լսում ես, չէ, դու, որ ինձ լսում ես, պետք է մի բան իմանաս, որ փարապրինես, դու պետք է արդեն պատրաստվես, որ այս աշխատանքը ընդհանրապես հեշտ չի։ Դու էլ պետք է սովորես, շատ սովորես, որ դերասան լինես, որ շատ ճիշտ արտահայտվես։ Մարդիկ չիմանան որտեղից ես, Երևանից, Վանաձորից, Գյումրիից կամ Ղարաբաղից։ Այնքան մաքուր հայերենով պետք է խոսես, որ մարդ չիմանա թե որտեղից ես։ Մաքուր, շատ մաքուր հայերենով։ Ու այդպիսի Իտալիայում էստեղ, որ ասում էի, լինում են, չէ, լինում են դեպքեր, երբ սովորական մարդիկ խնդրում են աշխատանքը, խնդրում են, որ աշխատեն ստուդիայի մեջ։ Ու միանգամից հարցնում են, բա երբ սկսեմ։ Չէ, ընդհանրապես, որովհետև ռեժիսորը արդեն լսում է, չէ, ականջունի եւ գիտի մոտավորապես թե պատրաստ է, թե լավն է, թե լավ է խոսում, լավ է արտահայտվում, ամեն ինչ լսում, ամեն ինչ հասկանում է։ Ոչ միայն ձայնից, այլ նաեւ իր խոսալու կերպից։ Որովհետև իհարկե Հայաստանում հաստատ 100% կլինեն մարդիկ, ովքեր շատ լավ խոսում են, շատ լավ արտահայտվում են, չէ, բայց կարող է դերասանությունից այնքան էլ լավը չեն։ Եվ դրա համար դերասանության վրա, բեմադրության վրա պետք է կենտրոնանան։ Իսկ ու ընդհակառակը, որ դերասանները շատ լավն են, չէ, շատ հայտնի են, սիրված են, հայերը սիրում են, ճանաչում են, գիտեն թե ով է այս դերասանը, բայց չի կարողանա երբեք աշխատել կրկնօրինակում, որովհետև իր խոսալու կերպը բարձ չի, կրկնօրինակման ձայն չունի, չէ։ Եվ նման բան է, որովհետև կրկնօրինակումը նաև բաժին է, կինեմատոգրաֆիայի ուրիշ բաժին է, նաև սովորական կինո կամ սովորական սերիալը ուրիշ բաժին է, եւ համեմատելու չեն։ Սա երեք բաժին են։ Եվ օրինակ ասեմ, նույնիսկ Իտալիայում կան դուբլյորներ, ովքեր չեն կարողանա երբեք աշխատել թատրոնում, չեն կարող, եւ ընդհակառակը շատ լավ թատերական դերասանները չեն կարողանա երբեք աշխատել կրկնօրինակում, որովհետեւ կրկնօրինակումը ապրում է իր կյանքով։ Թատրոնը ուրիշ կողմ, ուրիշ կյանքով է ապրում, կինոն նաեւ։ Եվ եթե ռեժիսորը նման մարդուն լսի, չէ, որ շատ լավ չի խոսում, չէ, բարձ չի խոսում, կամ ակցենտ ունի, շատ ուժեղ ակցենտ Ռու մարզից կամ Շիրակի մարզից։ Ու եթե նման մարդը հարցնում է, թե երբ սկսեմ ու ուր գնամ, որ ստուդիա գնամ, ռեժիսորը միանգամից կասի մի գնա։ Ոչ մի ստուդիա մի գնա։ Դրա ջան կամ աղջիկ ջան, դու մի գնա ոչ մի ստուդիա, որովհետև դու պատրաստ չես։ Դու ոչ դերասան ես, ոչ էլ մասնագիտություն չունես թատերական, ոչ էլ լավ արտասանություն չունես։ Ես լսում եմ, ես հերվից լսում եմ, որ դու գյումրեցի ես օրինակ, կամ էլ դու Ղարաբաղցի ես։ Դու չես կարող ընդհանրապես աշխատես։ Պետք է շատ հաստիկների վրա աշխատել։ Դերասանություն, արտասանություն, պետք է նաև պասիա ունենանք, սեր, չէ, սերը շատ կարևոր է, եթե մենք որևէ մի գործ անում ենք առանց սիրելու, մեր գործը լավ չենք կատարելու, շատ վատ ենք կատարելու, բայց ոչ միայն կրկնօրինակումն է, բոլոր աշխատանքները, եթե մենք կատարում ենք առանց սիրելու, մենք սեր չունենք, պասիա չունենք, մենք մեր աշխատանքը ընդհանրապես լավ չենք անելու, 100%, ես դա ինձանից շատ լավ գիտեմ, ես պատկերացնում եմ և հասկանում, թե ինչ է նշանակում աշխատել կրկնօրինակումում, որովհետև ես կամ, չէ, կրկնօրինակման մեջ և սովորել եմ ու սովորում եմ, բայց շուտով կավարտեմ, ես արդեն հասկացա, թե ինչ է նշանակում
այս դժվարությունը, որովհետև շատ դժվար է։ Սովորական մարդիկ փողոցի վրա չեն կարողանա աշխատել։ Եթե դու փողոցից ես գալիս, չէ դու, եթե փողոցից ես գալիս, հաշվի առ ու պատրաստվի, որ շատ բան կլինի սովորելու, շատ բան կլինի սովորելու, ու դա կարևոր է, դա շատ կարևոր է։ Ինչ ասեմ ժողովուրդ ջան, ես արդեն ամեն ինչ ասեցի, ես ձեզ շնորհակալություն եմ հայտնում, որ եւ ինչպես միշտ լայքում ենք մեր կանալը, լայքում եք իմ վիդեոն, լայքում եք նաեւ էդի վիդեոները, քանի որ կարող է հա կարճ վիդեոներ անում այսօր չէ հիմիկվա դրությամբ, բայց ինքը խոստացել է, որ հաջորդ վիդեոները շատ ավելի երկար կլինեն եւ խորացված կլինեն։ Եվ հաջողություն մինչ նոր վիդեո